Երկու ուժերներ փորձում էին իրենց շահի համար օգտագործել հնարավոր պատերազմի ռիսկը։ Քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ ասեց, եթե մեզ չընտրեք կլինի պատերազմ, ընդդիմադիր ուժերը ավելի շատ ընդդիմադիր այսինքն նկատի պրոռուսական այսպես ուժերն հիմնական եռյակը, որ հավակնություն ունի լինելու խորհրդանում, իրենք նշում են, որ եթե իրենք լինեն այս ժամանակավոր խաղաղությունը, որ հաստատվել դա ավելի շատ երաշխավորված կլինի, դա բայց ավելի շատ պայմաններով արտաքին խաղացողներով իրենց այսպես լավ կապերով երկու կողմն էլ փորձում են սպառնալիքները ավելի իրատեսական դարձնելու միջոցով ժողովրդից ստանալ քվե։ Ու այս խոսակցությունը շատ քաղաքականացված խոսակցություն են ու մենք տեսնում ենք պակաս ավելի ապացույցների վրա հիմնված խոսակցության բանավեճի, օրինակ ինչպիսի բարեփոխումների ենթարկվել հայկական բանակը 44-օրյա պատերազմից հետո 22 թվականի պատերազմից հետո իսկ ամենակարևորը մենք տեսանք իմ կարծիքով նման դասավորվածության բանում չենք էլ տեսնի խոսակցություն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից իրենց աշխատանքի արդյունքում ստեղծված զեկույցի հիման վրա, որը իմ կարծիքով պետք է որ ցույց տա ինչ խնդիրներ մենք ունենք եւ դա կլիներ քննարկման բազա, արդյոք այդ խնդիրները հասցեագրվում են։ Մենք կարող ենք ակնկալել, որ քաղաքական ուժերը ավելի կառուցողական լինեն, ավելի քիչ անեն այն, ինչ որ անում են, բայց սա այս պարագայում մենք կարծես թե մեզ դիրքավորում ենք այնպես, որ մենք կախված ենք իրենց բարի կամքից կամ այն վարկից, որ մենք կուզենք։ Իմ կարծիքով սա մի քիչ իրատեսական չի, եւ իրենց հիմնական խնդիրը քվե ստանալն է, ձայն ստանալն է։ Իսկ մարդիկ կամ քաղաքացիական հասարակություն կամ տարբեր խմբեր պետք է փորձեն իրենք օրակարգ ձևավորեն։ Սա խնդիրն է, որ մենք քննարկում ենք իրենց օրակարգը, իսկ իրենք իրականում հենց պայքարում են օրակարգ ստեղծելու համար։ Թե իշխող ուժը, թե ընդդիմադիրը, դա համար մեկ-մեկ այնպիսի աբսուրդ բաներ կարող են ասել, որ մենք կարող ենք առաջին հայացքից զարմանալ, բայց նպատակը, որ այդ օրը կամ այդ մի շաբաթը խոսակցությունը տեղի ունենա այդ խոսքի կամ այդ վարքագծի շուրջ։ Այսինքն իրենք իրենց խնդիրը լուծում են, այստեղ մենք պետք է ասենք, թե մեր խնդիրը որն է։ Խնդիրը իմ կարծիքով հասարակությունը պետք է փորձի ստեղծել օրակարգեր եւ ստիպել, որ քաղաքական ուժերը այդ օրակարգերի մասին խոսեն։ Հակառակ պարագայում բոլոր քաղաքական ուժերի նպատակը կամ իշխանության մնալն է կամ ընտրվելն է ու փորձը ցույց է տալիս, որ որպեսզի ավելի լայն կամ ինչ-որ կոնկրետ խմբի շահեր ներկայացված լինեն, հենց այդ մարդիկ պետք է շահը ներկայացնեն։ Եթե այդ ուժերից ինչ-որ մեկ այդ շահը չի ներկայացնում։ Հիմա մեր պարագայում քաղաքական կոնյունկտուրան այնպիսի պայմաններում է, որ այդ քաղաքական ուժերը կարողանում են առանց շատ մեծ հաստատության զանգվածի շահեր ներկայացնելու կամ կոնկրետ խմբի մնալ քաղաքական դաշտում։ Քաղաքացիական հասարակությունը այստեղ լուրջ առաքելություն ունի գործունի անելու։ Մեզ կարող են հակադրվել, ասել, որ քաղաքացիական հասարակություն շատ մեծ տերմին է, մենք ում նկատի ունենք քաղաքացիական հասարակություն ասելով, մենք կարող ենք մասնավորեցնել, որ քաղաքացիական հասարակությունով մենք նկատի ունենք այն խմբերին, որոնք մտահոգված են առաջին Հայաստանի ժողովրդավարությամբ, ինքնիշխանությամբ, ու նաև ֆինանսական առումով հիմնականում աշխատում են նույն դոնորների հետ իրական, կամ եթե նույնիսկ այդ դոնորները չեն աշխատում, իրենց նպատակը արդյունավետ կառավարում ունենալն է, խնդիրները բարձրաձայնելն է, այսինքն կարելի է տարբերակել այս խմբերին, էլի դա այդքան էլ բարդ չի լինի։ Հիմա այդ իմ կարծիքով, որպեսզի քաղաքացիական հասարակության ձայնը լինի լսելի, երբ է լինում ինչ-որ մեկի ձայնը լսելի, որ այդ մեկի ինչ-որ առումով ասես վախենում են։ Իսկ վախենում են ոչ թե ճիշտ խոսքից, այլ քանակից, այդ ասողները, օրինակ եթե մի հոգի է ճիշտ բան ասում, այդ մի հոգուն կարելի է համարել, հետո այդ մի հոգին է կարող կասկածի աթոք ինքը ճիշտ է ասում, թե չէ, որտեղ իրեն ոչ մեկ չի լսում, շարժություն չեն դարձնում։ Բայց երբ որ մի քանի հոգի ասում, կազմակերպված են ասում ու ըստ այդ համակարգի խաղի կանոնների կարողանում են իրենց ձայնը լսելի դարձնել, արդեն ուզած-չուզած իրանց հետ պետք է հաշվի նստել, էլի։ Ու իմ կարծիքով ստեղ ուղղակի աշխատելու հարց կա, որ պետք է հասկանալ, որ չնայած այս բոլոր տարբերություններին կան որոշ նմանություններ, սա առաջինը եւ երկրորդը իրականությունը հաճախ այնպես լավագույն տարբերակով չի լինում, որ մենք ուզում ենք, ես այսպես եմ ուզում, հաճախ հնարավորությունը ցույց չի տալիս, որ մեր ուզած լավագույն տարբերակը լինի։ Համատական կարգով կարող է մի քիչ ավելի վատը, բայց եղածից ավելի լավը լինի, կոպիտ ասած։ Իմ կարծիքով մենք այս խնդիր ունենք ու հունիսի 7-ից հետո, եթե մենք ցանկանում ենք այս
որ ավելի կառուցողական քննարկումներ լինեն, երկու ճանապարհ կա, կամ նոր ուժեր քաղաքական կուսակցություններ պետք է առաջան, որոնք բերեն այդ խոսակցությունը, կամ քաղաքացիական հասարակությունը պետք է ազդի։ Սպասել, որ այս քաղաքական ուժերը դա կանեն, իմ կարծիքով իրատեսական չէ, ինչի որտեղ դա ավելի ուղղակի բարդ։ Տարբեր պատճառներ կան, ամենամեծ երևի այն ինֆորմացիայի քանակն է, որ մենք օրվա ընթացքում տեսնում ենք, ու սրան զուգահեռ նաև քաղաքական խաղացողներ կամ ինչ-որ հասարակական խմբեր անում եք իր մեդիանա ձևավորում, փորձում է իր օրակարգը ստեղծել, ինֆորմացիա տածում, այստեղ մարդը փորձում է ամեն ինչի մեջ հասկանալ, որն է ճիշտ, որն է սխալ։ Իմ կարծիքով ժամանակի հետ կապված մենք որոշակի առաջընթաց ունենք, հաստատ այն նյութը, որը կօգտագործվեր մեզ մանիպուլացնելու համար 5 տարի առաջ, հիմա փոխվել է, հիմա ավելի կատալոգացված։ Ուղղակի իմ կարծիքով ինչքան մենք ենք զարգանում, ինչքան մեր կարողություններն են զարգանում, այդքան էլ այդ քաղաքական ուժերը կատալոգացում են իրենց մանիպուլացնելու մեթոդները։ Հիմնականում իհարկե իմ կարծիքով խնդիրը կրթությունն է, իսկ կրթությունը ես հիմա դպրոցական չեմ, բայց չեմ տեսել, որ հիմնական շեշտը պետք է դրվի քննադատական մտածողության վրա, հարցեր տալու վրա, այսինքն ոչ թե ինչ տեղեկատվություն դու կարդում ես, նույնիսկ կրկնում ես, այլ կարդում ես, հարցեր ես տալի, այսինքն մեթոդ ունես դու տեքստ կարդալու, ինչ-որ բան լսելու, ու սա իրազեկապես պետք է սկսվի հանրակրթությունից, բայց մենք այդ նույն խնդիրը նույնիսկ համալսարանում ունենք։ Մեր մոտ կրթական համակարգը հիմնականում հիմնված է եղել, ով ինչքան ավելի լավ կկարողանա վերարտադրի այն ինչ որ իրան տվել է, այսինքն այն ուսանողը, որ շատ լավ կարծել է նույն ձև գրի այն ինչ որ դասախոսը տվել է, ինքը ստացել է բարձր գնահատական։ Հիմա դա այդպես չի լինի, հիմա պետք է լինի, որ մարդը կարողանա եղած նյութի վրա ինչ որ բան վերլուծի, իր կարծիքը ներկայացնի։ Հիմա եթե մարդը իր կրթական process-ը այս մեթոդով է կազմակերպում, արդեն մնացած նյութերն է, որ ինքը տեսնում է, ինքը դրանք համարում է ոչ թե վերջնական ճշմարտություն, այլ ինչ-որ մի փաստար կամ երևույթ, որը ինքը պետք է օգտագործի իր մոտ եղած պատկերացումները, որ համոզմունքներ վերահաստատելու կամ մերժելու համար։ Իսկ ինքը այդ նայում է որպես ինչ-որ աջակցող կամ մերժող փաստարկ, այլ ոչ թե ճշմարտություն։ Մոտեցում ինքը պետք է ձևավորի, էլի։ Ու այո, իմ կարծիքով այստեղ նույնը կրթությունն է ավելի մեծ, իսկ փոքրը ավելի փոքրը ու ես մենք տեսնում ենք դա, մենք հիմա բազմաթիվ այսպես փաստերի ստուգման հարթակներ կան, մարդիկ կան, որ այդ ինֆորմացիան մերժում են կամ հաստատում են, բայց սրանք ավելի շատ ռեակտիվ արձագանքներ են, էլի, այսինքն եղավ սուտ, սրան արձագանք, սուտ, ավելի երկարաժամկետ մարդիկ պետք է այս կարողությունները ունենան ու իրականում երբ որ մարդիկ ունենան այս կարողությունները ու այդ ստեր, այդ կեղծիքները մարդկանց մոտ այսպես աջակցություն արագ չտեսնեն, չգտնեն, իրանք մի քիչ կմարեն։ Իրանք սնվում են այն ուշադրությունով, որը որ իրանք հատկացվում է։ Ինչքան այդ ուշադրությունը մարի, այնքան իրանք կմարեն, էլի։